Արելույս բոլորին, սենց լավ առավոտ է ու գիտեմ անսպասելի է ինձ այս ֆորմատով տեսնելը, բայց ես որոշել եմ բլոգ անեմ, քանի որ տեսա ինչքան սիրվեց ինստագրամում մեր կարճ հումորային վիդեոները ու ցույց տամ մի օր իմ օրվա ընթացքից շատ հետաքրքիր օրը սկսեց մի անգամից երևին տեսա, տարել Ես այսօրվանից բլոգ եմ անում։ Բլոգ? Այո։ Ու հիմա գնում եմ ես օֆիս աշխատանքի ու ցույց կտամ, թե ոնց է անցնում իմ օրը, որ այսօր խոստանում է շատ բուռն լինել։ Հենց որ գնացինք, ես քայլում եմ ու մտածում դժվար է լինելու, որովհետև առաջինն է ու որոշ չափով ամաչում եմ, ասենց այս տարբերակից, բայց կարծում եմ լավ կստացվի, ոչ մի բան չեմ ստուգել, չգիտեմ ինչքան տեղ ունեմ հեռախոսից մեջ, բայց գիտեմ լավ տարբերակ է, որ հեռախոսով քիչ կզբաղվեմ, որովհետև մենակ հեռախոսը ունեմ այս պահին նկարելու, բայց կարծում եմ հավես կլինի, ձեզ էլ հետաքրքիր կլինի։ Ես հիշեցի, որ YouTube-ի համար եմ նկարում ու արդեն կադրը սենց կլինի։ Ես համարյա հասա օֆիս, փակ է, ատոհամից երևում եմ, ես էլ մեր աշխատանքային ժամերը, ժամը 10-ն է, բայց ես մի փոքր ուշացել եմ։ Այս էլ օֆիս է։ Մենք արդեն բաց ենք։ Առաջին հերթին ինչ-որ պետք է անենք օֆիս մտնելուց հետո նախ նոթբուքը դնում ենք ներքև ու միացնում ենք բոլոր պրինտերները, համակարգիչները, որոնք որ մեզ պետք են լինելու ու միացնում ենք լույսերը, որ ինձ լավ տեսնեք ավելի, գնացինք, Օրը համարում ենք սկսված, իրանք ինձ պետք է օգնեն այսօր, ես պատոհանից տեսա, որ մոտենում է մեր առաջին կլիենտը, հիմա չգիտեմ որտեղ դնեմ, որ փորձեմ սպասարկեմ, բայց որ անետալի չլինեմ, ոնցով ես գիտեի, իմ հեռախոսի մեջ տեղը թույլ չտվեց, որ ես ձայնագրեի առաջին կլիենտին, բայց հիմա արդեն կարգավորեցի և առաջին գործը արեցի։ Ամնում է հետի գրանցեմ։ Կարծում եմ դուք ինձ այս տեսանկյունից ամենաշատը կտեսնեք այսօր, քանի մարդ չի եկել, կարամ ասեմ, թե ինչ պլաններ ունենք, ուրեմն պետք է գնամ պոլիտեխնիկ դասի, ընդեղ քննություն ունեմ ստանալու, դրանից հետո էլի պետք է հետ գամ օֆիս, հետո պետք է գնամ պատվեր վերցնելու, տանեմ պատվեր կպցնելու ու սենց խառնա լինելու, դրանից հետո ժողով ունեմ 2 հատ ու սենց շատ խառը օր եմ ունենալու, դեպք եղավ երկրորդ կլիենտին սպասարկելուց, այստեղ վերևի հատվածում չի երևում, ես հատուկ նենց եմ դրել կամերան, որ չերևա, այստեղ փայտ կա, սենց գալիս է այս փայտը, այս է, ու երբ որ ես կռացա, որ այս միացնեմ, կռանալու ընթացքում գլխով տվեցի այս փայտին ու ես ու կլիենտը մի 2 րոպե ծիծաղում էինք, գնանք միացնելու մեր գովազդային փոքրիկ հեռուստացույցը դրսից, որ երևա թե մենք ինչով ենք, որ երևա թե մենք ինչով ենք զբաղվում, որովհետև բոլոր մնացած գովազդները հանել ենք, մաքուր ենք պահում մեր քաղաքը, ճիշտ է չենք երևում ընդհանրապես, բայց դե քիչ լավ եղանակ, թեթև անձրև է գալի, ես հակեցի օֆիսը, մաման կգա մի 10-15 րոպեից կբացի, իսկ ես գնում եմ արդեն դեպի պոլիտեխնիկ։ Առաջին գործը արեցին, գնում ենք երկրորդին։
ճանապարհին եմ դեպի պոլիտեխնիկ։ Սենց հիանում եմ գարունով։ Իր ամբողջ ուժով գարունը այս տարի ուրախացնում է շատ ծառերի կանաչը։ Այս էլ մեր հրաշքը ու պրոբկեն։ Ես համալսարանում եմ, քննությունը ընդունեցի արդեն, հիմա նստած լրացնում եմ գնահատականները։ Ու սենց լավ միտք եմ մոտս եկել, որ որդ կտամ բոլորդ էլ անեք, սենց թղթիկ եմ գրել, որտեղ սենց գրվածա վստահ եմ, կոմոտ ամեն բան ստացվելու է ու Աստվածաշնչից համար է, Մատթեոսի 28:20-ը, և ահա ես ձեզ հետ եմ ձեր բոլոր օրերում մինչև աշխարհի վերջը, ու սենց հակառակ կողմում գրել եմ, եթե գտել ես այս թուղթը, ուրեմն դա հենց քեզ համար է, ու ուզում եմ այս թղթերից շատ գրեմ ու սենց քաղաքում տարբեր տեղերում թողեմ, տեսնեմ մարդիկ ինչ ռեակցիա կտան, ինչ կստանան, կարող է նույնիսկ ռեակցիաները չտեսնեմ էլ, բայց գիտեմ, որ շատ մարդու այսպես փոքր թղթիկ է պակասում, որ իմանա, որ Աստված իր հետ է ու կյանքում ամեն բան լավ է ստացվելու։ Պոլիտեխնիկում վերջացրի ու հիմա գնում եմ արդեն մյուս կետը, իսկ մյուս կետն է բանկ մուծելու մեր վարկը։ Այսօր եղանակը ինձ ուղղակի խենթացնում է, շատ սիրում։ Այս էլ մեր հրաշքը։ Ես հասնում եմ արդեն բանկ մեր երկրորդ կետը, էլի հիանալու բնությամբ։ Գնամ, թողերս տամ հետ գամ։ 2 hours later. Ես վճարեցի պրծա, նոր Focus էր, պարզվեց ինչ-որ ԴԱՀԿ ունեմ, որը չգիտեի, որ ես ունեմ նման բան։ Հիմա պետք է գնամ մի հատ էլ այս շենք, լավա մոտիկ էր, այստեղ վճարեցի, գնում եմ այստեղ ԴԱՀԿ։ Տեսնեմ ինչա մի հատ էլ ընդեղ վճարեմ, որ թողի հետո իմ գործունեությամբ զբաղվեմ։ Ասում եմ ԴԱՀԿ-ում արդի մեջ է 17 հոգի տարվանը 6.5 hours later. Արդեն սպասում են արդեն 11 հոգի։ Ես էլ հետն եմ 1 million zillion jillion dillion cotillion times later. Ես դուրս եկա ԴԱՀԿ-ից, պարզվեց, որ նախորդ տարվա նոյեմբերի 18-ի կարմիր գծի համար, որի համար ոչ ծանուցում է եկել, որ ԴԱՀԿ-ը գնացել ոչ մի բան, այտենց հաշիվը գրվել է։ Շատ ընտիր աշխատում։ Ու հիմա արդեն գնում եմ բոլոր թղթերով օֆիս, հետո պետք է գնամ հասնեմ Շենգավիթ ժողովին։ Եղանակը մի րոպեում փոխվի, այսինքն սելավի։ Դուրս եկա ու հիմա արդեն գնում եմ մյուս տեղը ժողովին։ Ինչ խառը այսօր ստացվեց, պահեր կան մոռացա նկարեմ, որովհետև շատ էր աշխատանքը, բայց սենց հիմա ընթացքի մեջ եմ, ճանապարհում եմ, պրոբկա է։ Այսպես պրոբկա է։ Ասում եմ ժողովին,
աշխատեն իր թիմին։ Եվ հիմա էլ անաջող գործողություն ուղղակի մսխեցին այս City տղաները երբեք չհանդիպում նա ավարտված է։ Այս սպորտայինի ժողովից պրծա եւ հիմա արդեն գնում եմ նախավերջին կետը քինա խոդի տամ եւ գնամ լավ բաներ է սպասվում սպորտային վերջ ամբարում ֆուտբոլային շվատա կամերայի վիճակը բայց ինչ անեմ հեռախոսով եմ Կարամ լույս վառեմ, ինձ մի քիչ լավ տենակ, մինչև տաքանա։ Հա, տենց լավ բաներ ենք նախատեսել, հավես սպորտային ճամբար ենք ունենալու, ով որ հələ չի գրանցվե, շտապեք։ Այսօրվա վլոգը մոտենում է իր ավարտին, այս վերջի պահերը մի քիչ եղավ, իրականում շատ բան տեղի ունեցավ, որը որ չեմ նկարել, որովհետև համ շատ խառը տեղի ունեցավ այդ ամենը, համ շատ հետաքրքիր էր ու նկարելու ոնց որ ժամանակ չեղավ, հիմա էլ դուք սև էկրան եք ավելի շատ տեսնում, քան թե ինձ, որովհետև ժամը գիշերը 1-ին 20-ա պակաս ու ես հասնում եմ տուն այսենց օր անցավ վաղվա օրը խոստանում է լինել ավելի ծանր ու ավելի հագեցած Բարանորդագրվեք էջին, եթե հետաքրքրեց ձեզ որ մյուս օրերը էլի սենց հետաքրքիր իմ հետ անցկացնեք, ես էլ իմանամ, որ իմ արած գործը հետաքրքիր է ու այս ընթացքում շատ գաղափարներով կիսվեմ, մտքերով կիսվեմ կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրի ու իրար հետ ինչ-որ հավես բաներ կանենք դուք էլ կհայտնվեք այս վիդեոների մեջ, ձեզ էլ կտեսնեք և կանգնեցրած և զբաղեցրած եմ բոլոր կայանատեղիները սա իշնելու եմ կանգնում էլի աշխարհի ծերը Վերջ, ես իմ մեքենան կանգնացրի ու հիմա արդեն հասնում եմ տուն ձեռս պապայի նոթբուքի զարդնիկն է, որը որ ինքը մոռացել էր օֆիսում անձրև է գալի, մանր, ես մի քիչ առաջ լավ ուժեղ էր գալի այս ծառը նայեք մյուս վլոգերից որևիցե մեկում էլ ծառի պատմությունը ձեզ կպատմեմ ես հասա տուն ձեզ բարի գիշեր, ինձ բարի գիշեր կհանդիպենք հաջորդ վլոգերում հուսով եմ հավանեցի